Բարի երեկո, եթերում Հայաստանը Եվրոպայում հեռուստանախագիծն է։ Այսօր խոսելու ենք Հայաստանում туриզմի զարգացման հնարավորությունների մասին։ Այդ նպատակով մեզ մոտ հյուրընկալվել է Golden Palace հյուրանոցի գլխավոր տնօրեն Սարգիս Ղազարյանը։ Բարի երեկո, պարոն Ղազարյան, ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, լավ։ Պարոն Ղազարյան, առաջի հարցը, որ ուզում եմ ձեզ տալ, туриզմի ոլորտում ինչ խնդիրներ կան այսօր Հայաստանում։ Խնդիրները բազմազան են, բայց Հայաստանի զբոսաշրջության զարգացման ուղղությամբ արվող աշխատանքներն էլ մինչ այս պահն էլ կարծում եմ քիչ չեն, բայց ավելի շատ կա նաև անելու խնդիրներ, որոնք անպայման պետք է ուղղորդված լինեն պետության կողմից։ Հաշվի առնելով ասածս այն մասով, որ Հայաստանը ցավոք այսօր կարողանում է համարվել միայն պատմամշակութային զբոսաշրջության համար գրավիչ երկիր, այլ ոչ թե այն ինչ որ այսօր աշխարհում դակրություն ներկայացնող այդ sand and sand ասած, այսինքն արև եւ ավազ ցավոք մենք չունենք, բայց դրա փոխարեն մենք ունենք ընդամենը 2 ամսվա ժամանակահատվածով իդեմս Սևանի օգտագործվելու այդ հնարավորությունը, բայց այն պատմամշակութային կրոնական ծեսերի հետ կապված մեր առաջարկությունները, որոնք քիչ չեն, ինչպես նաև արվեստի կամ մի շարք այլ ճարտարապետական եւ այլ մասով կարծում եմ մենք ներկայացնելու շատ բան ունենք։ Իսկ ի՞նչն է խոչընդոտում այս ոլորտի զարգացմանը։ Խոչընդոտում է ընդամենը մի մասամբ որոշ մասերով ոչ կազմակերպված լինելը, կարծում եմ, որ զբոսաշրջության ոլորտը այսօր շատ մանրաժեշտությունը ունի հենց պետության կողմից ուղղորդվելու, պետականորեն զբոսաշրջությունը ճիշտ ուղու վրա եւ ճիշտ ուղով տանելու եւ ինչպես նաեւ պետությունը ներկայացնելու դրսում։ Զբոսաշրջությունը քիչ ծախս պահանջող մի գործունեություն չէ, գործառույթ չէ եւ այն պատշաճ ներկայանալի դարձնելու եւ ներկայանալու համար անհրաժեշտ է, որպեսզի երկիրը ճիշտ ձևով ու կարգով ներկայացված լինի դրսում օտարների համար։ Սովորաբար բազմաթիվ այդ ցուցահանդեսներին կամ էքսպոների ժամանակ ուղղակի առաջարկվում է, որպեսզի պետության կողմից ուղղակի առաջարկվում է, ասում դուք մասնավոր գնացեք, վերցրեք տաղավարը, ներկայացրեք ձեզ, ունեցեք ձեր այցելուներին, ստացեք ձեր շահույթը եւ հարգվեք, բայց չեմ կարծում, որ պետության դերը միայն դրանով ու պետք է վերջանա։ Վստահ եմ, որ այս ամենը երկիրը ներկայացնելու մենաշնորհը պետք է լինի միայն ու միայն առաջինը հենց երկիրն է, պետությանը, որովհետև գիտեք, մասնավորը կարող է նաև ներկայացնել սխալ, ոչ ճիշտ ուղղորդված, բայց պետությունը այդ բանը կանի նախ առավել վսեմաշուկ, նախ կանի առավել օրիմաստ, կանի այնպես, որ հենց պետական մտածելակերպին հարիր, պետական ու պետությանը անհրաժեշտ մասով ու ուղղությամբ կներկայացնի արդեն երկիրը, բայց այս դրա համար ձեռբերումներ ունենք այս քանի տարիների ընթացքում։ Գիտեք, երբ սկսվեց առաջի այնց հզոր, արդեն անկախ պետության օրոքի նկատի ունեմ, առաջին հզոր այդ հոսքը զբոսաշրջիկների 2000 թվականին Գերմանիայի Հանովեր քաղաքում, երբ որ կազմակերպվեց Expo 2000-ը, այնտեղ Հայաստանը ներկայացված էր իսկապես հավուր պատշաճի եւ պետության հովանու ներքո։ Դրանից հետո անմիջապես սկսվեցին այցելությունների եւ այցելուների մեծ հոսքը։ Ինչու որտեղ պետությունը ներկայացրել էր եւ ջանք հնարավորություն եւ միջոցներ չէր խնայել ներկայացնելու երկիրը եւ սկսեց մի մեծ հոսք արդեն երկիր անհրաժեշտություն առաջացավ ունենալ արդեն որոշակի եւ կեցավայրեր, հյուրանոցներ, բնակատեղիներ հենց զբոսաշրջիկի մակարդակի այցելույն սպասարկելով։ Իսկ հիմնականում սովորական զբոսաշրջիկի համար ինչը կգրավի Հայաստանում։ Ցավոք այսօր Հայաստանը այժմ երկիր չի։ Նույնպես ցավոք Հայաստան այսօր քիչ թե շատ է ժամանելու հասնելու միակ միջոցը մնում է միայն օդային ճանապարհը, որը բավականին թանկ արժի։ Զբոսաշրջիկի համար 3-4 շատ կարևոր հանգամանք կա։ Առաջինը դա մատչելիությունն է, էժանությունը։ Երկրորդը անկասկած դա հետաքրքրությունն է, երկրում ծառայությունների որակը եւ երրորդը իհարկե դա անվտանգությունն է։ Բնական է անվտանգության, զբոսաշրջիկի անվտանգության նրա տեղաշարժի առումով որևէ խնդիր բնական է մեր երկրում չկա եւ չեմ էլ հիշում երբևիցե որ եղել է, բայց խնդիրն ունենք
գների թանկացման, այսինքն ժամանման հետ կապված, ինչպես նաև մեր տեղում արկա տրվող եւ մատուցող ծառայությունների ցածր որակի հետ։ Գիտեք, զբոսաշրջությունը յուրաքանչյուր երկրում, ինչպես ասացի, սկսում է ներկայանալուց։ Եթե ճիշտ ներկայացված ես, ճիշտ ներկայացված է նկատեմ երկիրը, բացառված է, որ նույն երկրում չլինեն ինչ-որ մի հիմնակ ձեռնարկություններ, դա արդեն ինձ զբոսավարից միջև ամենախոշոր եւ ճոխ հյուրանոցը, որպեսզի չկարողանան կամ հնարավորությունը չունենան հյուրընկալելու այդ մարդկանց։ Իսկ ցավոք նայեցեք մեզ մոտ ինչ է։ Սկսենք օդանավակայանից։ Լավ, միթե հնարավոր չէ օդանավակայանում, ասենք, վերացնել այդ սայլակների վճարելու պարտադիր պայմանը կամ ասենք քաղաքում պարզ բան ասեմ, ասենք օրինակ զբոսաշրջիկի ու զբոսաշրջության համար ամենակարևոր ատրիբուտներից մեկը քարտեզը։ Եկեք շրջենք մեր քաղաքում եւ տեսնենք որտեղ են ծախում Երևան քաղաքի քարտեզ ու այդ եղած քարտեզն ինչ լեզվով է։ Որովհետեւ շատ հավատացնում եմ, շատ քիչ տեղեր կա, որտեղ կարող եք դուք գտնել այդ քարտեզը։ Եթե հյուրանոցները կազմակերպեն։ Հյուրանոցը օրինակ մենք կոնկրետ մեր դեպքում մենք կազմակերպում ենք, մենք անվճար տրամադրում ենք բոլոր տեսակի ինֆորմացիան եւ բանավոր եւ ասենք անհրաժեշտ այդ տեսական մասով եւ տալիս են քարտեզներ, բայց դա կարծում եմ հենց զուտ զբոսաշրջիկի համար անհրաժեշտ առաջի պայմաններից մեկն է։ Երրորդը շատ կարեւոր սանհանգույցների խնդիրը։ Դա 4-5 տարի է դրա մասին խոսվում է, այդ չարչակված հարցը, նո ավելի քիչ երևի, բայց լավ միթե հնարավոր չէ օրինակ Երևան Դիլիջան ամենաբանուկ զբոսաշրջության համար մասն է։ Որևէ տեղ սանհանգույց մենք կարող ենք հանդիպել, ոչ, բայց խոսք զրույց որքան ուզեք կան, ինչ-որ կազմակերպություններ, ծառայություններ կան, բայց ասենք արդյունքը չկա, սա է ցավալի։ Պարոն Ղազարյան, անդրադառնանք քաղաքակիրթ աշխարհում ծառայությունների ոլորտում առկա չափանիշներին, ինչպես են գնահատվում օրինակ 2-3 կամ 5 աստղանի հյուրանոցները եւ արդյոք Հայաստանում առկա այս աստղերը համապատասխանում են եվրոպական չափանիշներին, թե ոչ։ Յուրաքանչյուր երկիր ելնելով իր մի շարք հանգամանքներից կառավարության մակարդակով սահմանում է որոշակի չափորոշիչներ, որին համապատասխանելուց հետո միայն տվյալ հիմնարկին տրվում է աստղային կոչում։ Կոնկրետ դեպքում մեր երկրում կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվել է 62 կետից բաղկացած պարտադիր կիրառման ենթակա գործառույթներ, որոնց կատարելուց հետո միայն եւ համապատասխան հանձնաժողովի գալուց ստուգելուց հետո միայն հաստատելուց տրվում է այդ հիմնարկին 5 աստղանի կոչում։ Նո 4 աստղանու համար առավել փոքր է այդ քանակը 51-52-ի կարգի, 3 աստղանու համար առավել քիչ։ Դրանք շատ բազմազան են, բայց կոնկրետ տվյալ դեպքում մեր երկրի համար ասեմ, որ սրանից դեռևս 3 տարի առաջ 2006 թվականի մայիսին 31-ին տրված Golden Palace հյուրանոցի համար այդ 5 աստղանի կոչումը հետո հաստատվել է արդեն վերջերս Luxury Group այդ հիմնարկության կողմից մենք Հայաստանում միակ հիմնարկն ենք, որոնք արժանացել ենք անդամագրվելու այդ ցանցին։ Դա ասեմ, դա մի ցանց է, որը իր մեջ ներառում է միմիայն բացառապես համապատասխան աշխարհի բավական հայտնի հյուրանոցներն ընդգրկված են։ Ճիշտ է, գիտեք, նրա մեջ են ներառված Բուրջ Ալ Արաբը, Սավոյը, Մոսկվայում, ֆրանսիական Ռաֆայելը, Նեգրեսկո Նիցում, Բանգկոկում Oriental Mandarin եւ այլն։ Ուրեմն գիտեք մեր կոնկրետ երկրում մեր տարածաշրջանում ընդամենը 2 հյուրանոց են ներկայացված այդ ցանցում։ Մեկը Ադրբեջանում, Բաքվում, Park Hyatt Baku հյուրանոցն է, երկրորդը Հայաստան Հանրապետությունում միայն մենք ենք։ Կարծում պարոն Ղազարյան հետաքրքիր զրույցի համար հիշեցնեմ մեր հյուրն էր Golden Palace հյուրանոցի գլխավոր տնօրեն Սարգիս Ղազարյանը։ Կհանդիպենք։